Պարոն Մարյան, տեսեք եւ պարոն Սուրենյան, այս օրերին շատերը խոսում են ռուսական մամուլն էլ, փորձագիտական շրջանակներն էլ նշեցին, որ Հայաստանի կոորդինատորը, այսպես ասած, փոխվել է, փոփոխություններ են հետեւաբար սպասվում, մամուլում տարբեր կեղծ եւ ընդդիմադիր մամուլում ընդ որում, սա պետք է ասել, սկսեցին նաեւ սոցիալական ցանցերում, Telegram ալիքներում շրջանառել տարբեր տեղեկություններ, թե այս կամ այն գործիչը գնացել է նոր կոորդինատորի հետ, Կիրիենկոյի հետ հանդիպումներ է ունեցել, պայմանավորվածություններ են ձեռք բերել, չգիտեմ, խոստումներ են ստացել, մենք նույնիսկ կատակով ասում ենք, բանը Երևան-Մոսկվա ինքնաթիռը մեկը մտնի, կարող է բան լավ ռեպորտաժի նյութ է լինի, որովհետև քաղաքական դաշտը թռնում գնում գալիս է։ Հա, այնպիսի անուններ են։ Գոնե մի հատ լուսանկար հա, ասենք գնում են հանդիպումներ են ունենում, չգիտեմ, ում հետ են հանդիպում, հետո ինչ որ այդպես տարբեր ալիքներով տարածում են։ Հիմա ուզում եմ հասկանալ, այս ամեն ինչը ուղղակի նախընտրական փուլում են գտնվում կամ արտահերթ ինչ որ քաղաքական process-ների փուլում են գտնվում, թե իսկապես ինչ որ process-ներ են ռեալ քաղաքական, հա, Ռուսաստանը ինչ որ նոր բաներ է ուզում անել, հա, փոփոխություններ է ուզում հասնել, իր ազդեցությունները, հա, ամրապնդել, որովհետև կարծես թե Ուկրաինայում, կարծես թե, քանի որ Ռուսաստանում իր դիրքերը ամրացել են, հա, աշխարհաքաղաքական առումով, իր հարաբերությունների առումով ավելի բարենպաստ պայմաններ է ստացել, հա, դրանով է պայմանավորված, ինչ աժոտաժ է, ինչ են խառնվել իրար։ Այո, ճիշտ եք, Ռուսաստանում փոխվել է Հայաստանի հարցերով զբաղվող նախագահի աշխատակազմի կուրատորը, բայց գիտեք, այդ փոփոխությունից ինչ-որ մեծ իրադարձություն է ներկայացվում։ Հա, ինչ-որ աժոտաժ է, չեմ հասկանում։ Մեծ իրադարձություն, օրինակ նախորդը որ փոխվել էր դրա նախորդին մենք այդ մասին ոչ ենք էլ իմացել, այսինքն մենք հա իմացել ենք որ Կոզակն է Հայաստանի հարցերով զբաղվում, բայց Կոզակը ում է փոխել, ասենք այդ նախորդ դրա նախորդ փոփոխության մասին ոչ մեկը հա, բայց նենց չէր որ Կոզակը, չգիտեմ, ինչ ակտիվ էր, գերակտիվ էր կամ ինչ որ բաներ էր անում, ես չգիտեմ, գուցե ես չեմ իմացել։ Իմ կարծիքով այդ բոլոր հարցերի պատասխանը թաքնված է առաջին հերթին Կիրիենկոյի կենսագրության մեջ։ Կիրիենկոյի նախ փոփոխություն դա նշանակում է, որ նախկին կուրսի հետ կար անհամաձայնություն, այսինքն նախկին կուրատորը ստատուսը լավ չէր աշխատում, անուն չդնենք, հիմա իրանց երկիրն է, իրանք գիտեն, իրանց խնդիրն է, մենք քիթներս չխոթենք։ Բայց ամեն դեպքում դժգոհություն կար նախկին, ինչ որ մեկի հետ փոխում են ավելի արդյունավետ անձով, Այդ նախկին մենեջերը, այսպես ասած, հիմնականում աշխատում էր այն դաշտի հետ Հայաստանում, ում ընդունված է համարել պրոռուսական կամ ով այդ ընթացքում փորձել էր տեղավորվել պրոռուսական անվանման տակ։ Ըստ էության, այդ մարդկանց մեծ մասը չեն տարբերվում սորոսականներից իրանց գործունեության ձևով։ Նույն ուղղակի բևերներն է փոխած, պլյուս մինուսներն է փոխած, այսինքն նրանք հակառուսական, նրանք պրոռուսական, նրանք պրոարևմտյան, նրանք այլն, հա։ Եթե դուք այնտեղ էլ փողի համար էր ամեն ինչ արվում, սորոսական, այստեղ էլ փողի համար։ Ուղղակի այստեղ մի քիչ ուրիշ արժեհամակարգային democracy բառը կարող չեն կարողանում արտաբերել ինչ-որ մարդիկ, իրանք էլ գնացել են փողը տեից էին կպցնում։ Եվ այս իրավիճակը շարունակվել էր, ընդ որում, այս իրավիճակը հատուկ չէր միայն Հայաստանին։ Աբխազիայի խնդիր առաջացավ։ Իդեպ ասեմ ձեզ, թե Վրաստանի մասով ամեն ինչ օքեյ էր ռուսների մոտ, գծած էր պլանը կար, իրանք նորմալ աշխատում էին, Վրաստանի պարագայում ոչ մի սյուրպրիզներ չեղան։ Աշխարհաքաղաքական սյուրպրիզներից էր Աբխազիայի խնդիրը, որը նախատեսված չէր, ինքը հայտնվեց ոչ մի տեղից, որի մասով իմ համեստ տեղեկություններով ռուսական establishment-ում միջև մա հստակ պատասխան չունել է որտեղից էր առաջացել այդ խնդիրը։ Որպես փոքրիկ գաղտնիք բացեմ մեր հեռուստադիտողին ձեր եթերից, սովորաբար ռուսական պետական կառավարման օղակներում բոլոր մարմիններում այն բաժինները, այն վարչությունները, ովքեր զբաղվում են Հայաստանով, նրանք զուգահեռ զբաղվում են նաև Աբխազիայով։ Այսինքն դա ընդունված է, ենթադրենք MIDI Հայաստանով զբաղվող մարդը նաև նույն մարդը, որում զբաղվում է նաև Աբխազիայով։ Դա կուրատորը որպես եկեք չխորանանք ինչի, դա իրանց խնդիրն է։ Հիմա ի՞նչ է ստացվել։ Ստացվել է, որ եկել է մի մարդ, որը իր
էությամբ շատ կարևոր մարդ է Ռուսաստանում, ռուսական, այսպես ասած, Կրեմլում, այդ որ մեզ բան են անում։ Մարդը, որ նշանակել է Կիրիենկոին, ինքը ինչ-որ որոշակի դժգոհություններ ունի նախկին գործելավոճից, արդեն լավ է։ Արդեն լավ է, որ տարատեսակ դոլար անդոնների, ասենք, ոտերը կտրվում է այս ռուսական թեմայով, փողեր կլպելուց, մարդկանց տեղ խաբելուց, որ մենք ռուսական ենք, Պուտինի ինգերն ենք, այս թեմաների ահագին մասը փակվում է։ Ինչի՞։ Որովհետև Կիրիենկոն իր կենսագրությունը կարդաք ինքը բացառիկ պրագմատիկ մարդ է, ազգությամբ հրեա, թաթախված չի տարատեսակ այդ ատկատների, այն էժան պատմությունների մեջ, իր կարիերայի, այսպես ասեմ, ձեր առաջին մեծ խոշոր ձեռքբերումներից մեկը այն է եղել, որ ինքը լուծել է Ռուսաստանի Կրեմլի համար, այսպես ասած, կարևորագույն մի հարց։ Դա Բաշկիրիայի հարցն է եղել։ Բաշկիրիայում մոտ իրավիճակը մոտավորապես նույնն էր, ինչ որ Հայաստանում հայկական շատ մոդելին նման էր, այնտեղ առաջացել են տեղական, այսպես ասեմ, իշխանիկներ, որոնք նաև մեծ նավթային փողեր ունեն եւ ըստ էության չեն ենթարկվում կենտրոնական իշխանության, իրանք առանձին լուրջ եմ ասում, դες բան է եղել։ Մի քանի տարի առաջ պրոցեսներ եք ասում։ Բաշկիրիան չէր, ինքը պետությունների ներսում, ընդ որում բավական հարուստ մարդիկ են դրանք, որոնք հիմա գտնվում են Մեծ Բրիտանիաներում եւ այլն, այդ օլիգարխների, ոչ մի մեթոդիկա չի օգնել, որպեսզի այդ հարցը լուծվի։ Փորձել են ուժային, կիսաուժային, համոզաճ, ամեն ձև փորձեցին ռուսական բաները կենտրոնական իշխանության ներկայացուցիչը չի ստացվել։ Կիրիենկոն գնաց լուծեց այդ հարցը։ Շատ արագ լուծեց ու լուծեց վերջնական անզիջում դիրք զբաղացնելով այսպես կոչված հին բարոնների նկատմամբ, որը նաև իր կենսագրությունում շատ կարևոր հատված է, ինքը չի սիրում հին բարոններին։ Սա շատ կարևոր բան է, այլ ես ուզում եմ շեշտը դնեմ, էլի, այս խոսքի վրա, որ թող մարդիկ ենթադրություններ են։ Եվ Կիրիենկոն վերջապես Հայաստանի մեծ բարեկամ է, որովհետև ինքը համարյա բոլոր ռուսական բաները, պարգևներն ու շքանշանները ունի իր կենսագրությունով 25 տարի լինելով միայն Պուտինի ադմինիստրացիայի մեջ, բայց արտասահմանյան պարգևներից ունի ընդամենը 2 պարգև, մեկը Բելարուսիայի նախագահի կողմից է ստացել, մյուսը 2012 թվականին Սերժ Սարգսյանի ձեռքից պատվո շքանշան հայ-ռուսական բարեկամության ամրապնդման համար։ Ես անկեղծ չգիտեմ կոնկրետ ինչի համար է տրվել, ինչ որ բանի համար երևի քաղաքական շոր հիմք արամ ուղղակի ենթադրեմ 12 թիվ ինչ էր կատարվում, բայց մի օր առիթի դեպքում ինձ թվում է պետքա նախագահից ճշտել, հա, համենայն դեպս, հա, իր պաշտոնական կենսագրության մեջ է դա։ Երկրորդ իր կարևոր բանը ինքը ինչ իր ստրուկտուրային աշխատանքի ոճը Ռոսատոմում է բավական լավ դրսևորվել։ Աշխարհի բոլոր այսօր ատոմային միջուկային նկատի ունեմ խաղաղ միջուկային էլ, այսինքն բանի ատոմականների կառուցման բոլոր տենդերները Ռոսատոմը շահում է ու շահում է արդար, այսինքն մասնակցում է լավագույն պայմաններում լավագույն որակը տալիս է ու ստանում է։ Դա այն հիմնարկներ, որը մինչև այդ մարդու մտնելը բավական, այսպես ասեմ, պոստսովետական փլուզման վիճակում էր գտնվում։ Այսինքն մենք ըստ էության գործ ունենք մարդու հետ, ով պրագմատիկ մարդ է, ինքը ընչաքաղց չի, այսինքն այն աստիճան, որ ատկատների թեմա մտնի, բան անի, ինքը հստակ հասկանում է իր երկրի, իր ներկայացած երկրի քաղաքական գիծը ինչպեսին պետք է լինի, հստակ հասկանում է, որ եթե դենք Սուրենյանցը կարա այդ գծի շրջանակներում օգտին, դա ասում Աբխազիայում էլ ինքը հաջողություններ արձանագրեց եւ այլն իր երկրի համար, որ ներկայացնում է իր երկրի համար շատ լավ է։ Մեզ ինչ, այս աժոտաժը ինչ է։ Մեզ ինչը, լավ թող Սուրենյանցը։ Լավ, ես հիմա մի քանի արձանագրում նախանեմ, ուրեմն առաջինը իսկապես ես համաձայն եմ, որ երկու բևեռներ կան մեր հասարակության մեջ, հա, շատ ճիշտ ասվեց, այդ պսևդոարևմտամետ, բայց մի հատ էլ պսևդոռուսամետների մի հատ մեծ բանակ կար, որոնք ուղղակի շահագործելով արտաքին քաղաքական օրիենտացիայի խնդիրը զբաղված են փող կպցնելով։ Երկուսն էլ խիստ դատապարտելի է, որովհետև
Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են, դրանից դուրժում արևմուտքի հետ մեր գործընկերություններն են, դրանից Ոչ նրանք են արևմուտքին օգուտ տալու, ոչ նրանք Ռուսաստանին։ Մենք պետք է մի հատ շատ կարևոր բան հասկանանք։ Առաջին սուբյեկտը երկրում մեր երկրում փոփոխություններ առաջացնող հայ ժողովուրդն է։ Առաջին սուբյեկտը, այսինքն հասարակությունը մեր ամենակարևոր տեղում է իր պատկերացումներով, իր տեսլականով երկրի մասին։ Ինչ վերաբերում է Կիրիենկոյին, իսկապես Կիրիենկոն ռուսական աշխատակազմի շատ կարևոր գործիչ է, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է։ Իսկապես երբ որ կուրատոր են փոխում, այսպես կոչված, այդ կուրատորի փոփոխությունը նշանակում է ստատուս կվոյի փոփոխություն, այսինքն տակը նոր քաղաքականություն կա, միանշանակ։ Ամենևին ռուսական բյուրոկրատիայի նրբությունների մեջ չմտնելով ուղղակի արձանագրեմ, որ Կոզակը համեմատաբար հին համակարգի ներկայացուցիչ էր, այսինքն օլիգարխիկ բաղադրիչներ եւ այլն ինքը սիրում էր, այո։ Կիրիենկոն պրագմատիկ տեխնոկրատի համբավ ունի եւ ավելի պրոֆեսիոնալ ձևով խնդիրների մոտենում։ Իմ կարծիքով ինչն է փոխվելու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում կամ Հայաստանի պոլիտիկայի նկատմամբ վերաբերմունքի հարցում ես հակված եմ մտածել, որ Մոսկվան վարելու է այսպես կոչված ավելի բազդրների քաղաքականություն, այսինքն հենվելու է ոչ միայն այն ավանդական խմբերի վրա, որոնց մենք գիտենք որպես ռուսամետներ, բայց հաճախ շատ բացասական ընկալմամբ, որտեղ այդ մարդիկ իրականում խցանում են հայ-ռուսական հարաբերություններում առաջացնում, այլ ավելի լայն հասարակական եւ քաղաքական կոնսենսուս առաջացնելու խնդիր է, իսկ թվում է լուծվելու։ Իդեպ մի փոքր գաղտնիք էլ ես բացեմ, երբ որ նայում ենք Ռուսաստանի դեսպանության այստեղի շփումներին վերջի ամիսների, տեսնում եք աշխարհագրությունը շփումների բավականին մեծացրել է, նույնիսկ դեսպանատունը, դիվանագիտական հաստատությունները մի քիչ ավելի դժվար են։ Ում հետ այլ շփվել, որ չեմ Ավելի լայն ֆիքսել։ շրջանակի հետ է շփվում, Նկատի ունեք այս հաղթանակի օրը, որ գնացել էին, հա։ Ընդհանրապես ավելի լայն շրջանակի հետ է շփվում, որը պոզիտիվ է։ Պոզիտիվ է այն իմաստով, որ նշանակում է ռուսական վերնախավը հասկացել է, որ նախկին իր քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի հանդեպ post-սովետական տարածքում այնքան էլ արդյունավետ չի եղել։ Բայց մենք էլի գանք այդ արդյունավետության մասով մի հատ բան ավելացնեմ։ Անարդյունավետությունը հասել էր այն աստիճան, որ երեք Ջորջ Սորոսից գրանտ ստացած մարդը այսօր գնացել է արդեն ռուսական դեսպանատնից է ֆինանսավորում ու պրոռուսական քարոզանում նույն գումարի դիմաց։ Այսինքն արդեն այդ բաները բևերները այնքան են խառնվել իրար, որ այն եթե կար նույնիսկ տալանջատում խոսքը Թևանյան Անդրանիկի մասին է։ Մարդը Սորոսից գրանտով բաներ լատոմիջոց էր պահում, Պարոն Մարյան, մի օր կպարզվի, որ այն շատ սուր քննադատող Ռուսաստանին քննադատողներից որոշներն էլ են ռուսական ծառայությունների ներկայացուցիչներ, այնպես որ ասեմ ինքը արդյունավետության առումով արդեն վաղուց դադարել էր թե արևմուտքի համար արդյունավետ լիներ, որտեղ արևմուտքը փող դնելով Թևանյան Անդրանիկի նմանի վրա, թե Ռուսաստանը փող դնելով Թևանյան Անդրանիկի նմանի վրա, երկուսն էլ այդ կորած փողը Անդրանիկը դրել է գարպանը գուլա։ Իդեպ ես ոչ արևմտավետ համար ասեցի, Ռուսաստանը ինձ թվում է նոր քաղաքականության հիմքում շեշտը ոչ թե շոր սահմանափակ էլիտաների վրա աշխատելն արվելու, այլ մի քիչ ավելի բաց դերով քաղաքականության,